Հեչ եղել է գրեք վալուկարձին ու բացատրույց նկարտակ է դեղի, զիբիլ սայթերը, լավ սայթերը, զիբիլ սայթերը, լավ սայթերը։ Մենակ Google-ի համար չի օպտիմիզացիան արվում, կարող լինի DuckDuckGo, կարող լինի Ecosia, կարող լինի Bing, Baidu եւ այլն եւ այլն։ Page-ից $2000-ն որ պետքա ծախսի մարդ, որ SEO-ում գլոբալ շուկայում ինչ որ արդյունք ունենա։ SEO-ն ժամանակատար է, ինքը ծախսատար է ու իր օգուտը տեսնում ենք մենք երկարաժամկետում։ Այս շատ վախենալու է պատկերացնել, որ միտք ձևակերպումը մենք էդի սկսենք տալ LLM-ներին։ Բարև ձեզ, ես Գեորգին եմ, Սեյնենի հիմնադիրը ու այսօր կխոսանք SEO-ից։ Ինչ է SEO-ն առանց բարդ բառերի։ Երեք բացատրություն կա հիմնականում, որ ես տալիս եմ, դա կախված թե ում եմ բացատրում։ Եթե մարքեթինգի մասնագետը ասում, դա search engine optimization-ն է, որ օպտիմիզացնում ենք սայթերը Google-ի ու իր ալտերնատիվների համար։ Մյուս տարբերակը, երբ որ օրինակի համար հայտի տղեկն են հարցնում ինչ ես անում, ասում եմ գրել ես Смотреть film online, բերում է SSS կինոյի սայթերը, կարանք այն վերջինն ենք անեն, գա առաջինը։ Երբ որ տատիններ ու պապիներն են հարցնում, ասում եմ հեչ եղել է գրեք վալուկարձին ու բացատրույց նկարտակ է դեղի ու լինում է, որ առաջին, երկրորդ, երրորդ տեղերում տարբեր ինֆորմացիա է։ Կարանք երրորդին բերենք առաջին։ Կոնկրետ եկեք խոսանք, չգիտեմ, link builder-ի մասին, որը SEO-ի մի կտորն է։ Link builder-ը գալիս է, նոթբուքը բացում է, մտնում է մեր պլատֆորմ, կոնկրետ մեր դեպքում, օգտվում է մեր ավտոմատացումներից, կլիկ անում ու կոմունիկացիան է բանում։ Ինչ անում link builder-ը առհասարակ։ Ինքը մտնում է ինչ որ մի հատ գործիք, Ahrefs ենթադրենք կամ SEMrush։ Ինքը դա մեխանիկական լիքը process-ների մեջով անցնում, օրինակ Google բան անում, search է տալի, ինչ որ domain-ներ է գտնում, կարող չի ոնց։ Այսինքն ինչ որ սայթեր է գտնում, որտեղից որ ինքը կարա լինկեր ուզի։ Այդ սայթերը վերցնում է, հատիկ բացում է, մտնում է տենում է, ինչա կողը գրում է, այսի զիբիլ սայթեր, այսի լավ սայթեր, զիբիլ սայթեր, լավ սայթեր։ Հետո հատիկ այդ սայթերը բացում է, մեջից գտնում է կոնտակտի մարդուն։ Օրինակ գտնում է LinkedIn-ը, LinkedIn-ից գտնում է ռելևանտ մարդուն, որ գրի։ Հետո մի հատ template է գրում, հետո գրում Մեր link builder-ը իհարկե այդ ամեն ինչը չի անում, այդ ամեն ինչը բոտերն են անում։ Կոնկրետ SEO-ի մասնագետը ինչ անում, ստուգում է ինչ խնդիրներ կան, այսինքն crawl անում վեբսայթը, այդ որ բացատրում է process-ը ինչ էր, այսինքն քչփորում է սայթը, կոպտասած տենում է ինչ խնդիրներ կան։ Օրինակ, վերնագիր չունի, վերնագիր ունի, բայց այդ նույնն է ինչ որ Google-ի հետի վերնագիրը, որ պետքա նույնը չլինի։ Շատ կարճ է, շատ երկար է, meta description չունի, երկար է, meta description-ը կարճ, ինչ որ բաներ է ստուգում, որ ստանդարտ պրոտոկոլներից դուրս է։ Այդ առաջին սլոյն է։ Երկրորդ սլոյը գալիս է այդ գտած իրենք խնդիրները չեն, իրենք սիմպտոմներն են հիմնականում։ Այսինքն եթե օրինակ հիմա 500 edge ունի 404 error edge link-էր, ամեն հավանականությամբ ինչ որ ուրիշ խնդիր կա, որի պատճառով 500 edge ունի այդ խնդիրը, հա։ Այսինքն այդ սիմպտոմները պետք է առանձնացնել վեբսայթի խնդիրների ու գտնել հիմնական խնդրի աղբյուրները։ Այդրանից հետո պետք է կլիենտի հետ խոսալ, բացատրել ինչ խնդիրներ կան, լուծման հնարավոր տարբերակները քննարկել ու դրանից հետո սկսել արդեն դրանք լուծել։ Երբ որ լուծում եք, այդ ամեն ինչը 2-3 process-ով անցնում, այսինքն նենշի մի անգամ լուծեցիք ու վերջացավ, տենշի։ Մի բանը լուծում ես, երկու հատ ուրիշ խնդիր է առաջանում։ Այսինքն դա բավականին կրկնվող process է, որի ահագին կտոր հնարավոր է զուտ ավտոմատացնել։ Որքան ժամանակ է պետք, որ SEO-ի արդյունքը երևա։ Իրականում դա այն ամենախաբուսիկ բաներից է, բոլորը ասում են 6 ամիս, եկեմ ինչի՞ր են 6 ամիս թիվը, որտեղից են վերցրել, հնարավոր է դեպքեր լինեն, որ հենց նույն ամսում երևա, հնարավոր է տարիներում ինքը շատ լուրջ դրական արդյունք չլինի, բայց առհասարակ արդյունք ցույց տալը, դրական շարժ ցույց տալը հնարավոր է մի ամսում։ Կարող է վատ կոնտենտը լավ SEO-ով հաղթել լավ բովանդակությանը։ Չի ասի, երբ թե չէ, որովհետև վերջի տոք այդ ամեն ինչը, այդ հոդվածները, պրոդուկտները ստեղծում են մարդկանց համար ու search engine-ներն աշխատում են մարդկանց համար, այսինքն եթե մարդը մտավ, ոչ մի կլիկ չարեց, մտավ մի անգամ դուրս եկավ հոդվածից, ամեն հավանականությամբ այդ հոդվածը Google-ում rank չի լինի։ Ինչպես է աշխատում Google-ի ալգորիթմը։ Նու 3 process է՝ crawler, indexing ու ranking։ Հիմա հերթով գնանք։ Crawling-ը դա դատայի հավաքագրումն է։ Առհասարակ աշխարհի բոլոր վեբսայթերը իրար հետ փոխկապակցված են լինկերով։ Այսինքն, պատկերացրեք ունենք մի հատիկ վեբսայթ, Seinan.ai։ Եթե մենք մտնենք Seinan.ai վեբսայթ, այդտեղից գնացող տարբեր edge-եր լինկեր կան ու տարբեր սայթեր գնացող լինկեր կան։ Օրինակի համար հենց home-page-ում դուք կարող գնաք LinkedIn կամ կարող գնաք Facebook կամ կարող գնաք բլոգից ուրիշ մի հատ բլոգ։ Ու մի սայթը մյուսի հետ հիմնականում փոխկապակցված ալնում մի քանի օղակով։ Հիմա եթե մտնենք մենք Seinan.ai-ը ու crawl անենք, այսինքն բոլոր edge-երը բացենք,
այդ edge-երի մեջ կլինեն edge-եր, որոնք CNN-ից դուրս են։ Հիմա եկեք կրկնենք այդ process-ը։ Ենթադրենք ընկել ենք hubspot.com։ Ու hubspot.com-ի մի հատ հոդվածից եկեք էլի կլիկ անենք բոլոր edge-երին։ Ու կստացվի մենք hubspot.com-ը էլի այդ crawl են կոչում է դրան, այսինքն բոլոր edge-երով անցնելու process-ը հետ։ Կստացվի մի CNN-ից կարող գտնենք 20 վեբսայթ։ Այդ 20 վեբսայթից 5000 վեբսայթ ու սենց բոլոր սայթերը հավաքագրելու process-ը ընդհանուր կոչվում է crawling։ Բոլոր վեբսայթերը կամ վեբսայթերի մեծ մասը կապված են իրար հետ լինկերով, դրա համար կոչվում է World Wide Web։ Առաջինը դատայի հավաքագրումն է, երկրորդը գալիս է արդեն ինդեքսացիան, այսինքն դուք շատ դատա եք հավաքել, բայց ամբողջական չի, որ ձեզ պետք է։ Դուք պետք է ֆիլտրեք, թե ինչն է ձեզ պետք ու բաժանեք տուփերի կոպիտ ասած, որ հետո կարողանաք իր հետ աշխատեք։ Օրինակ, էսի գրաֆիկ դիզայնի տուփն է, էսի լոգո մեյքինգի տուփն է եւ այլն եւ այլն։ Դա ինդեքսացիան է։ Այսինքն վեկալում եք այն ինֆորմացիան, որը ձեզ պետք է։ Ու երրորդը արդեն գալիս է լոգիկան, թե որը պետք է լինի առաջինը, որը վերջինը, այսինքն ranking ալգորիթմը է հենց, ranking-ի լոգիկան, որը իրականում դժվար է 2-3 բառով ասել, ամեն search engine իրան ունի, Google-ինը իմ կարծիքով ամենաբարձրից մեկն է, ու մենակ ոչ իմ կարծիքով, կան իրական մենակ Google-ի համար չի օպտիմիզացիան արվում, կարող լինի DuckDuckGo, կարող լինի Ecosia, կարող լինի Bing, Baidu եւ այլն եւ այլն։ Այսինքն մի search engine գոյություն չունի էլի աշխարհում։ Որոնք են ամենատարածված SEO միֆերն ու սխալները, որոնք դեռ խանգարում են արդյունք ստանալ։ Ամենաչսիրածս կասեմ comment forum լինկերն են, որը գոյություն ունեին 2000-ականների սկիզբ ու մինչև հիմա մարդիկ դա օգտագործում են։ Այսինքն օրինակի համար կա ինչ-որ ֆորում, որտեղ դուք կարող ինչ-որ URL դնեք, դա 2000-ականների սկիզբ հաշվում էր backlink, այսինքն link դեպի ձեր վեբսայթ, ինքը օգնում է ranking-ի մասով, հիմա դա խանգարում է, քանց թե օգնում է, բայց մարդիկ շարունակում են փող ծախսել նման լինկերի վրա, այսինքն կոմենտներում կամ ֆորումներում իրանց վեբսայթի URL-ը դնելու։ SEO-ն վճարովի է, թե անվճար։ Որքան բյուջե է պետք SEO-ի համար։ Իրականում շատ հարաբերական է, մենք օրինակի համար մեր բյուջեն հիմնականում որ SEO անում ենք, մինիմալը որ վերցնում ենք, այդ մոտ $4000-ից է սկսում, կարող 3.5 չեմ հիշում, բայց անվճար SEO որպես այդպեսին, դա եթե մարդը սովորում է ու ինքն է այդ ամեն ինչ անում, բայց ինչքան է ինքը ինքնուրույն է անի, հստակ ծախսեր կան, որ ինքը չի կարող դրանից փախնի։ Գոյություն են ծրագրեր, որ ինքը պետք է դրանից օգտվի, գոյություն ունի մինիմալ լինկի բյուջե, որ ինքը պետք է փող տա, որ սայթում ինչ-որ սայթերում իր լինկը դնեն, պետք է ինքը content writer-ին աշխատավարձ տա, որ ինքը content գրի եւ այլն, այսինքն մինիմալ ինչ-որ ծախսի շեմ կա, որը իմ կարծիքով այդ hedge-ից $2000-ն է, որ պետք է ծախսի մարդ, որ SEO-ում գլոբալ շուկայում ինչ-որ արդյունք ունենա։ Ինչ հմտություններ են պետք լավ SEO մասնագետ դառնալու համար։ Երևի թե search տալու լավ կարողություն, այսինքն մարդը հասկանա այդ search engine-ը ոնց է աշխատում, այդ search engine-ից կարողանա օգտվի քթածակ ու ցանկալի անգլերեն։ Պետք է հասկանալ, որ մարդիկ են վերջի տոկ ձեր վեբսայթից օգտվելու, շատ է որ դուք օպտիմիզացնում եք search engine-ների համար, ու պետք է կարողանալ կորելացիա ու ոնց որ correlation ու causation, պատճառ-հետևանքային կապ ու կորելացիա, այդ երկուսից հասկանալ։ Կարելի է սեփական ուժերով անել SEO։ Կարելի է, եթե փող եք ծախսում։ Փոքր բիզնեսին SEO պետք է, որ բիզնեսներին է SEO-ն ամենաշատը օգնում։ Իրականում ես 10-ից 8-ին համոզում եմ, որ առասարակ SEO չանեն, որովհետև SEO-ն ժամանակատար է, ինքը ծախսատար է ու իր օգուտը տեսնում ենք մենք երկարաժամկետում։ Այսինքն արդյունք դուք կարաք տենաք մի ամսում, բայց այդ արդյունքը այն չի, որ դուք 1000 ծախսեցիք 2000 հետ եկավ։ Այդ այնա, որ դուք 1000 ծախսեցիք ու լմի ահագին հազարները կծախսեք, որ չգիտեմ, ինչ որ ժամանակ անց դրական return on investment ունենաք, այսինքն ձեր ծախսած, չգիտեմ, $6000-ը հետ գա։ Փոքր բիզնեսներին հիմնական խորհուրդ չեմ տալի այն բիզնեսներին, ովքեր մի քանի կլիենտ բերելու ճանապարհ ունեն, այսինքն իրանք նենց չի մենակ SEO-ից են կախված, օրինակ, չգիտեմ, cold calling-ով կամ cold outreach-ով կամ ուրիշ ինչ որ տրաֆիկի source ունեն կամ influencer-ներով կարող են իրանք կլիենտ բերեն, այդ ժամանակ ասում եկեք որպես լրացուցիչ revenue stream, եկեք նաև SEO-ի մեջ ներդրում արեք։ Ինչպիսին էր SEO-ն AI-ից առաջ ու հիմա։ Ինչն է փոխվել։ Իրականում կարելի ասել ահագին բան է փոխվել, ուզում եմ ասել ամեն ինչ, բայց դա մի քիչ չափազանցություն կլինի։ Ընդհանուր լոգիկան նույնն է։ Հիմա զուտ ինչն է ավելացել ու ինչն է փոխվել, օրինակ մեր կլիենտների ահագին մաս ասած, գիտես ինչ կա, օքեյ, SEO օպտիմիզացիան, Google-ի համար օպտիմիզացիան իմ համար կարևոր է, բայց լիքը մարդ է ChatGPT-ով, չգիտեմ, Gemini-ով ու Claude-ով է արդեն գալի, ուզում է
հարցնում է որն է լավագույն, չգիտեմ, logo making company-ն ու ինչ չի բերում։ Ոնց որ գոյություն առաջացավ GEO, Generative Engine Optimization, LLM Optimization, ChatGPT ու alternative վերջը, ինչ որ տարբեր բառերով են դա ասում, դրա օպտիմիզացիան։ Մենք էլ սկսեցինք այդ սերվիսը տալ ու իրականում մեր ամսական շրջանառության 40%-ը հիմա կազմում է այդ GEO-ն։ Այսինքն առաջին խնդիրը հենց SEO ագենստվաներին էր, որ պահանջարկի լոգիկան փոխվեց։ Այն վաղ ցավ ուզում էին SEO, հիմա մի մասը ուզում է SEO, մի մասը ուզում է GEO, մի մասը ուզում է GeoSEO իրար հետ։ Մենք հիմնականում խորհուրդ ենք տալի երկուսը իրար հետ անեն, որովհետև իրականում շատ ռիսկային է։ Մենք չգիտենք 6 ամիս հետո LLM-ները ոնց են աշխատելու։ Այսինքն ChatGPT ինչ որ լոգիկաներ գիտենք, որ ոնց է աշխատում, բայց ինքը այնքան արագ փոփոխվող սֆերա է, ու ինքը այնքան անկանխատեսելի սֆերա է, որ եթե ներդրում են անում, գոնե փորձում ենք նենց անենք, որ զուգահեռաբար էդի գնա, եթե օրինակ հոդված է գրվում, մեջը backlink ենք դնում, որ հոդվածը ChatGPT համար է շատ կոպիտ ասած ու իր ալտերնատիվների, իսկ մեջի լինքը Google-ի համար է ու իր ալտերնատիվների։ Ինքը մեկմուսին հակասող չի, այդ ընկերներից հետ շատ եմ այդ թեմայով խոսած է, ասում են ես էլ Google-ից չեմ օգտվում, ախպեր, ինչ կա, չկա, ես ChatGPT-ն եմ հարցնում, այդ տենց ասում են գզետը սախ, բայց իրականում դա այդքան է տենց չի ու օրինակ, չգիտեմ, ընկերներիցս Վիգի հետ էի խոսում պայմանական, ասում է ես էլ երբ ընդհանրապես Google չեմ օգտագործում, ասի հենց հիմա բացի հեռախոսդ, հենց հիմա բացի history-ով ցույց տվեցի, որ ինքը կես ժամ առաջ search արել։ Այսինքն ստե ուրիշ հարց կա, ChatGPT նոր է, մենք երբ որ հենց օգտվում ենք, մենք գիտակցում ենք, որ իրանից օգտվում ենք։ Google-ը այնքան է մեր առօրյա մտել, մենք չենք ֆիքսում, որ ինչ որ բան search ենք անում։ Ու իրանք երկու տարբեր խնդիրներ են լուծում։ Հիմա պատկերացնենք sense վիճակ։ Կոֆե եք ուզում մոտակա տարածքում։ Գլուխները ցավում է, առավոտը կոֆե չեք խմել։ Այվաղ ChatGPT-ին դուք չեք հարցնելու լավագույն կոֆեի կետերը իմ տարածքում։ Google եք անելու coffee shop near me կամ coffee near me, sense չէ՞ մի բան։ Այսինքն դի Google-ն է այդ հարցը լուծում։ Երբ որ դուք օրինակի համար, չգիտեմ, 15 հոգով հավաքվում եք, որից մեկը վեգան է, մեկը վեգետարիան է, մեկը գլուտենից ալերգիա ունի, երկուսն է, չգիտեմ, խոզի միշտ չեն ուտում կրոնական ինչ որ պատճառներով։ Այն երկուսն էլ լրիվ կաշերնի են ուտում։ Երբ որ դուք sense խնդիր ունեք, այսինքն մի հատ գալավալոմկա հարց ունեք, որ ինչ ռեստորան գտնենք, որ վերջում կինո չդառնա։ Ու այսքան պայման կա, այսինքն research կա կոնկրետ անելու։ Եթե ChatGPT-ն ու իր ալտերնատիվները LLM-ները չլինեին, այս LLM-ը chatbot-երը չլինեին, ասենց ասեմ, դուք 50 հատ Google search էիք անելու։ Հիմա այդ 50 հատ Google search-ի տեղը դուք մի հատ ChatGPT prompt եք տալի։ Այդ search-ի կտորը ինքը cover-ը անելու, այսինքն Google չի գնալու մարդ, գալու է ChatGPT, գալու է Gemini, Claude եւ այլն եւ այլն։ Բայց ինքը մեկը մյուսին չի փոխարինում, ինքը փոխարինում է մասամբ։ AI-ով ստեղծված բովանդակություն թե մարդու կողմից, որն է ավելի լավ աշխատում։ Նայած ինչ մարդուն, նայած ինչ AI-ի, բայց հիմնականում կոնկրետ երբ որ գալիս է content creation-ի մաս, կարող չի էդի կլինի copywriting, content writing, ես աշխատում եմ մեր թմին է մաքսիմալ, խնդրում եմ ու փորձում եմ իրանք AI-ից առհասարակ չօգտվեն։ Խնդիրը ոչ թե այնա, որ AI-ը լավ content չի տա, այս շատ վախենալու է պատկերացնել, որ միտք ձևակերպումը մենք էդի սկսենք տալ LLM-ներին։ AI-ի հիմնական խնդիրը ինչն է իմ համար, որ ինքը ամենականխատեսելի հնարավոր վերսիան է ասում։ Այսինքն ինքը ոչ թե ասում է ամենալավը, այլ ասում է հնարավոր ամենա լոգիկայով մոտ հաջորդ բառն է ինքը ամեն անգամ ասում։ Իսկ մեկ-մեկ պետք է որ, չգիտեմ, աբսուրդային ինչ որ բան ասվի, այսինքն լոգիկայով գնա ու ոնց որ հակառակը ցույց տա ու ոնց որ այդ հիմա ավելի շատ է։ Օրինակ մեր մոտ մեյլերը որ ուղարկում ենք, մեր մեյլերը շատ կարճ են, շատ հստակ են ու մի քիչ այտենց ոնց ասեմ, այն ձև չեն, որ LLM-ը կարար տար։ LLM-ը կարար տար, եթե prompt-ը լիներ ավելի երկար, քան թե template-ն է։ Այդ դեպքում ոնց որ մի քիչ անիմաստ է էդի ավտոմատացնելը կամ փորձել AI-ով generate անելը։ Մեր մոտ մենք խրախուսում ենք օրինակ ինչ որ գործիքներ սարքել, tool-եր սարքել, մեխանիկական գործը ավտոմատացնել։ Միջև AI-ի այստենց hype-ը, այսինքն կոնկրետ այդ միջև ChatGPT live գնալը լավ sense ասեմ, մենք այդ վաղտանից սկսած automation-ի վրա շատ ներդրում ենք արել։ Այսինքն 2020 թվականից մինչև հիմա մենք automation-ի մեջ շատ ներդրում ենք արել, որ SEO-ի process-ներին չկարանք ավտոմատացնենք, բարձրացնենք, օպտիմիզացնենք։ Բայց երբ որ խոսքը գնում է իդեա գեներացնելու մասին, content-ի տեսքով, ես ավելի շուտ ինքս կնստեմ template կգրեմ, քան ստետի կտամ AI-ին։ Այսինքն link builder-ի template-ը լիքը վաղ տեղել է ես եմ գրել, բայց չեմ թողել AI-ից օգտվեն։
հիմնական այսինքն ChatGPT-ից OK է օգտվել research-ի համար, ChatGPT-ից OK չի օգտվել տեքստ գրելու համար մեր կոմպանիում։ Որն է SEO-ի ապագան։ Արդյոք ChatGPT-ի նման գործիքները վտանգում են SEO մասնագետների ապագան։ Այդ ոչ մեկ չգիտի իրականում ինչն է SEO-ի ապագան կամ SEO-ն ապագա ունի թե չունի, կախված է նրանից թե ինչ նկատի ունենք ապագան, եթե մի տարի է, դա մի պատմություն է, եթե 10 տարի է, 10 տարի հետո ոչ մեկ չգիտի ինչ է լինելու։ Մարդիկ sense տենից ինչ որ բան search են տալու ինչ որ տեղով, բայց շուկան շատ արագ է փոփոխվում, շատ արագ պետք է ադապտացվել ու հենց այդ GEO-ի սերվիս կոչվածը, հենց այդ ադապտացիայի կտորներ, որ լիքը կոմպանիներ զուտ չկարեցան ադապտացվեն ու ստացվեց իրանց մոտ եկամուտի լուրջ անկում եղավ, որտեղ այն կլիենտները, որ SEO-ի վրա ծախսում էին պայմանական $5,000, հիմա դրա 2,000-ը սկսեցին ծախսել հենց այդ LLM-ներում երևալու վրա։ Ինչ նոր թրենդներ կան հիմա։ Ինչի վրա պետք է կենտրոնանալ 2026-ին։ Ոյ, շուկայի վրա պետք է ուշադրություն դարձնել, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում ու լուրերին է պետք է ուշադրություն դարձնել, որտեղ օրինակ մի քանի օր առաջ Ռուսաստանում, եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ Ռուսաստանում ChatGPT-ին արգելվեց, հիմա չի աշխատում այնտեղ։ Նու չեմ կարող մի քանի օր առաջ, մի քանի շաբաթ առաջ, բայց ամեն դեպքում օրինակ այդ ուղղձև ազդում է նրա վրա, օքեյ, ուրեմն ռուսական շուկայում այլ մարդիկ չեն ուզում իրանք ChatGPT-ում Երևան։ Ու նույնը Ամերիկայի Պարսկաստանի պատերազմը ինչ որ ձև էլի ոնց որ կարա ազդի IT-ի վրա, այն ամենամինիմալ բանը, որ ասեմ, դոլարի կուրսի մակարդակով կարելի է հետևել ինչ է կատարվում աշխարհում, որտեղ ամեն ժամ համ IT-ի մեջ է նորություններ լինում, համ աշխարհի մակարդակով է նորություններ լինում, ու դրա հիման վրա փոխվում է պահանջարկը, կլինի SEO-ի, կլինի առասարակ digital շուկայի։ Ինչ է նշանակում լինել SEO մասնագետ, որն է ամենալավ ու ամենավատ պահը ձեր մասնագիտության մեջ։ Ամենաչսիրածս կտորը եղել է ու կա մեխանիկական գործերը, որը ահավոր շատ են եղել, ամենահաճելի պահը այդ ամեն ինչի ավտոմատացումը սարքելն ու իր աշխատող վերսիան տենալն է եղել, որը մենք մոտ 80-90%-ը ավտոմատացրել ենք մեր պրոցեսների։